So now, today, we come to Capitol Hill. Այսպիսով այսօր մենք գալիս ենք Կապիտոլիումի բլուր եւ Վաշինգտոնի բնակիչների ուշադրությունը հրավիրում այս իրադարձությանն ու բրիֆինգին։ Հայաստանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տեղի ունեցող ճնշումների վերաբերյալ։ Եվ այսպիսով ես կցանկանայի ձեզ ներկայացնել մեր առաջին բանախոսին։ Դոկտոր Փիթեր Ֆլյուն նախկին Խորհրդային Միության երկրներում կրոնի եւ իրավունքի փորձագետ է։ Նա ունի Ուկրաինայում եւ Ռուսաստանում ուղղափառ քրիստոնեության պատմության դոկտրի աստիճան Լոնդոնի համալսարանական քոլեջից, որտեղ նա դասավանդել է պատմության եւ լեզվի դասընթացներ։ Նա նաև որակավորված իրավաբան է Անգլիայում եւ Ուելսում, ավելի քան 15 տարի աշխատել է տարածաշրջանում մի շարք հարցերի շուրջ։ Վերջերս նա խորհրդատվություն է տրամադրել կրոնական ազատության հարցերով Հայաստանում, Էստոնիայում եւ Ուկրաինայում։ Դոկտոր Ֆլյուն մեզ հետ խոսելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա գործադիր առաքելության մասին։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալություն Ժակլին։ Իսկական պատիվ է այսօր ելույթ ունենալ եւ ներկայացնել այս զեկույցը, որը հրատարակվել է մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում։ Օգոստոսի մեծ մասն անցկացրել եմ Հայաստանում, որտեղ շատ հետազոտություններ եմ կատարել, հավաքել ապացույցներ, վկաների ցուցմունքներ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հալածանքների հետ կապված իրավիճակը հասկանալու համար։ Զեկույցը փաստագրում է հարձակումները կաթողիկոսի եկեղեցու առաջնորդի դեմ, եպիսկոպոսների եւ հոգեվորականների, ինչպես նաեւ իմ վստահորդի, ում շահերը ես ներկայացնում եմ, պարոն Սամվել Կարապետյանի, ով մինչ օրս կալանքի տակ է։ Զեկույցը փորձում է մի քանի բան ներկայացնել։ Նախ թե ինչու է եկեղեցին այդքան կարևոր, ինչու է այն յուրահատուկ դիրք զբաղեցնում հայ հասարակության մեջ եւ ինչպես է դա արտացոլվում սահմանադրական հատուկ մանդատում։ Եվ հասկանալով հենց այդ սահմանադրական մանդատը եւ թե ինչպես է եկեղեցին փորձել գործել դրա հիման վրա, մենք հասկանում ենք, թե որքան ցնցող են եղել եւ կան Նիկոլ Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա։ Ես կփաստագրեմ այդ կոնկրետ հարձակումներից մի քանիսը, ապա կմանրամասնեմ Սամվել Կարապետյանի ներկայիս իրավիճակի մասին։ Այսպիսով, ինչու է եկեղեցին կարևոր, ինչու է այն այդքան բարձր գնահատվում։ Նախ, ինչպես նշեց Ժակլինը, Հայաստանի քրիստոնեացումը 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի ազդեցության ներքո քրիստոնեության ընդունում է։ Առաջին ազգը, որը դա արեց, եկեղեցու դերը գրավոր խոսքի եւ Հայաստանի եզակի գրական մշակույթի ծննդի գործում եւ եկեղեցու 1700-ամյա ծառայության անխափան բնույթ է, որը չի կարող համեմատվել Հայաստանի որևէ աշխարհիկ հաստատության հետ։ Եկեղեցին է, որ կարևոր դեր է խաղացել, եւ ոչ միայն կայսերական հպատակության եւ ցեղասպանության ժամանակներում։ Այն հանդես է եկել որպես հայ ազգության եւ մշակույթի կրող, եւ եկեղեցին հանդես է գալիս որպես Հայաստանի խիղճ եւ հիշողություն, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սակայն այստեղ հատկապես կարևոր է եկեղեցու առաքելության բնույթը, որը եւ ուղղակի է եւ ինքնավար։ Եվ դրանով ես նկատի ունեմ, որ եկեղեցին պահպանում է անկախություն որևէ այլ եկեղեցու միջնորդական իշխանությունից, լինի դա Հռոմը, թե Կոստանդնուպոլիսը։ Եվ սա է պատճառը, որ վարչապետի հարձակումները այդքան ցնցող են։ Կաթողիկոսին պաշտոնանկ անելու փորձը ինչ-որ վարչական զավթում չէ։ Սա հարվածում է եկեղեցուն ներքին գործերին, բայց նաև խորը աստվածաբանական հետևանքներ ունի։ Այժմ որպես հայկական ինքնության եւ մշակույթի կրող այդ դերը արտացոլվում է եկեղեցու սահմանադրական մանդատում։ Ահա, հիանալի է։ Եվ սա այն բանն է, որը նախորդ կաթողիկոս Գարեգին Ան, որը կաթողիկոս էր 94-ից 99 թվականներին, նկարագրել է եկեղեցու եւ պետության հարաբերությունների տեսանկյունից։ Նա հասկանում էր, որ հայկական պետությունը ձևավորվել է որպես աշխարհիկ պետություն, բայց այնուամենայնիվ եկեղեցու եւ պետության միջև համագործակցությունը նույնպես անհրաժեշտ է եւ որ եկեղեցին պետք է ներառված լինի երկրի ազգային կյանքում։ Եվ այս դերը արտացոլվել է գործող սահմանադրության մեջ, այսինքն 2015 թվականի տարբերակում, ինչը ներկայիս վարչապետը ձգտում է տապալել։ Հոդված 18.1-ում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու
Բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եվ սա այն դիրքորոշումն է, որը արտացոլում է եկեղեցու պատմությունը եւ նրա բացառիկ դերը։ Եվ հենց այդ սահմանադրական մանդատը կատարելով է, որ եկեղեցին հայտնվել է Նիկոլ Փաշինյանի նշանառության տակ։ Ներկայիս ճգնաժամի արմատները հասնում են 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, նոր Հայաստան, նոր կաթողիկոս շարժման հետ։ Սակայն կարևոր շրջադարձային կետերից մեկը տեղի ունեցավ այս տարի, 2025 թվականի մայիսին, Բեռնում եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից անցկացված համաժողովում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին եւ այդ տարածաշրջանում էթնիկ զտումների ու ժառանգության ոչնչացման թեմային։ Գարեգին II կաթողիկոսը մասնակցեց այդ համաժողովին եւ իր վիշտն արտահայտեց տարածքում հայկական պատմության ջնջման, հին հայկական հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակավայրերի եւ գերեզմանատների շարունակական բարբարոսական ոչնչացման համար։ Եվ նա նաև մշակութային արժեքների պաշտպանությունը քննարկեց, որպես ոչ միայն սրբազան պարտականություն, այլև բոլոր ժողովուրդների եւ ազգերի պատմությունը, հավատքը եւ ինքնությունը պահպանելու հրամայական։ Այստեղ կարող եք տեսնել, որ նա կատարում է եկեղեցու բացառիկ առաքելության իր դերը, ըստ սահմանադրության։ Եվ այս հայտարարությունից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը սկսեց իր առանձնահատուկ հարձակումները, ոչ ավել, ոչ պակաս Facebook-ում, որտեղ նա հրապարակեց անպատվություններով եւ անպարկեշտ բառերով լի հաղորդագրություններ։ Ես չեմ կրկնելու դրանք այստեղ, բայց դրանք ժամանակագրական կարգով փաստագրված են առկա զեկույցում։ Միևնույն ժամանակ նա նաև հրավիրեց համակարգող խորհուրդ, մի հանձնաժողով, որը ձգտում է տապալել կաթողիկոսին եւ փոխարինել նրան։ Նա հայտարարություն տարածեց Gmail էլեկտրոնային փոստի հաշվի միջոցով, ասելով. «Խնդրում եմ գրեք, եթե ցանկանում եք լինել այս հանձնաժողովի կազմում։ Մինչ օրս մենք չգիտենք, թե ով է այնտեղ եւ ինչպես է այն գործում»։ Կարելի է միայն պատկերացնել, եթե կաթոլիկ երկրի առաջնորդը, ասենք Իտալիայում, Ջորջա Մելոնին սկսի Facebook-ում հարձակվել Հռոմի Պապ Լեոյի վրա եւ ասել, որ մենք կհրավիրենք հանձնաժողով Հռոմի Պապ Լեոյին տապալելու համար։ Նույն մակարդակի շոկը ցնցել է նաեւ հայ հասարակությունը։ Միևնույն ժամանակ մենք տեսել ենք եպիսկոպոսների, հոգևորականների եւ ծխականների ձերբակալություններ։ Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է։ Նա եկեղեցու հիմնական բարերարներից մեկն է։ Եկեղեցու խոշոր բարերար եւ այս տարվա հունիսին վերադարձել է Հայաստան, հոր մահվան 40-օրյա հիշատակի արարողությանը մասնակցելու համար։ Եվ եկեղեցուց դուրս գալիս նրան մոտեցել է մի լրագրող եւ հարցրել. «Ինչ կարծիք ունեք կաթողիկոսի եւ եկեղեցու վրա հարձակումների մասին»։ Եվ նա պատասխանել է այս հայտարարությամբ. «Ինչ կարծիք պետք է ունենամ, երբ մի փոքր հայոց եւ հայ եկեղեցու հազարամյակների պատմությունը մոռացած խումբ հարձակվել է հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ կանգնած եմ եղել հայ եկեղեցու եւ ժողովրդի կողքին, ես անմիջականորեն կմասնակցեմ։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, ապա մենք մեր ձևով կմասնակցենք այս ամենին»։ Մեկ օր չանցած նա բանտարկվեց, մեղադրվելով քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, որը կապված է իշխանության զավթման հանրային գործի հետ։ Պարզապես այս հայտարարության համար, եւ ինչպես Ժակլինը նշեց, այդ ժամանակվանից ի վեր նա կորցրել է իր բիզնես ակտիվները։ Դա ներառում է էլեկտրացանցերը, բայց նաեւ նրա բարեգործական աշխատանքի որոշ արդյունքներ, օրինակ Երևանի կրկեսը։ Սրանք բոլորը նրանից խլվել են։ Նա մինչ օրս մնում է բանտում, նախնական կալանքի տակ։ Նրա ձերբակալությունն ու կալանավորումը Հայաստանում քաղաքական հետապնդումների ավելի լայն կիրառման մի մասն են, որը նշված է իմ զեկույցում։ Սրանք քննադատության են ենթարկվել Freedom House-ի, ԱՄՆ պետդեպարտամենտի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Սակայն մտահոգիչ է հատկապես նախնական կալանքի կիրառումը որպես պատիժ, ինչի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտը, ինչպես նաեւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Human Rights Watch-ը։ Այսպիսով նա վերջինն է նման բռնի հետապնդումների երկար շարքում։ Զեկույցի հրապարակումից ի վեր հարձակումները շարունակվել են եւ ես ուզում եմ պարզապես նշել մի քանի բան, որոնք ի հայտ են եկել։ Նախ Փաշինյանը վերջերս նոյեմբերին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ եկեղեցին կաթողիկոս չունի, մեղադրելով ամենայն հայոց կաթողիկոսին իր պաշտոնը անօրինական կերպով զբաղեցնելու մեջ։ Միևնույն ժամանակ նա ձերբակալել է կաթողիկոսի եղբորը եւ եղբորորդուն, կրկին օգտագործելով քրեական օրենսգրքի արդեն իսկ կիրառված մեկ այլ մաս։
Բայց ես հատկապես մտահոգված եմ Փաշինյանի հայ-առաքելական եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորացման մասին հայտարարությամբ։ Սա իսկապես այն բանը չէ, որ Փաշինյանը մեկնաբանի ու դրանում ներգրավի։ Եվ ես հատկապես մտահոգված եմ նրա ջանքերով եկեղեցում պառակտումներ ստեղծելու, աջակցելով ուխտադրուժ հոգևորականներին, օրինակ Հովհանավանքի վանքում պատարակներին մասնակցելով։ Որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի ուղղափառության պատմաբան ես լավատեղյակ եմ 1920-ականների փորձի եւ ռենովացիոնիզմի շարժմանը, որը եկեղեցու ներսում պառակտում ստեղծելու, եկեղեցին ներսից ազատականացնելու եւ աշխարհիկացնելու, ինչպես նաեւ բարոյալքելու շարժում էր։ Եվ ես մտահոգված եմ, որ սա թերևս վերջին ճակատը չէ, որը Փաշինյանը բացում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Այսպիսով իմ ուղերձը շատ պարզ է։ Հուսով եմ, որ դուք կներգրավեք եւ կկարդաք զեկույցը։ Այն հասանելի է նաեւ առցանց, որպիսի բարձրաձայնեք, միանաք այս հարցի շուրջ աճող իրազեկմանն ու միջազգային դատապարտման աճող խմբին։ Կաթողիկոսի վրա հարձակումները պետք է դադարեցվեն, եպիսկոպոսներն ու հոգևորականները պետք է ազատ արձակվեն եւ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի։ Շնորհակալություն։